Ադրբեջանի հետ համագործակցելու մասին Փաշինյանի հերթական հայտարարությունը մեզ սպառնացող նոր վտանգների տրցակը բացեց։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվեցին հուշագրեր, որոնք ներառում են էներգետիկ ոլորտը, ատոմային էներգետիկան, կիսահաղորդիչները, Հայաստանում արհեստական բանականության կենտրոններ ստեղծելը։ Իշխանությունը պարզենում է, թե քիչ մնաց շուտով ԱՄՆ-ն մեր տնտեսությունը կզարգացնի։ Մենք գիտենք, որ Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ է։ Թուրքիան հենց Ռուսաստանի հետ է հզոր ատոմակայան կառուցում, որից իր մասնաբաժինն ընդամենը 49% է, ոչ ավելի։ Թուրքերը, որ ամերիկացիների հետ գործընկեր են, ռազմավարական ՆԱՏՕ անդամ դաշնակից, բան չեն ռուսներից օգտվում։ Պարզ չի պատասխանը։ Աշխարհում ամենալավ որակով արդյունավետ ատոմականներ կառուցողը ռուսներն են։ Սա բացարձակ ճշմարտություն է, ինքնուրույն տարբեր աղբյուրներով նաև կտեսնեք։ Ադրբեջանը ինչի են ուզում կապեն հայկական ցանցին, երկու հիմնական պատճառ ունի։ Պատճառներից մեկը տնտեսականն եմ ասում, Թուրքիային էներգիա մատակարարել, Ադրբեջանով նաև Հայաստանից։ Երկրորդ պատճառը այն կենտրոնները, որոնք Հայաստանում ԱՄՆ ուզում է ստեղծել, արհեստական բանականության եւ այդ չիպերի արտադրության, դրանք մեծ էներգատար ռեսուրսներ են պարունակում։ TRIP-ի քաղաքական նպատակը Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի էներգետիկ աղբյուրներից կտրելն է։ Իրանում շատ էժան էներգետիկ աղբյուրներ կա, մենք գիտենք, եւ մեզ պատրաստում են դրանից կտրել եւ դրա համար նաեւ հիմիկվանից Ռուսաստան փորձում են Ադրբեջանից բենզին բերել էժան բան ցույց տալով, որ թե լավ է, այնինչ մենք կարող ենք Պարսկաստանից շատ ավելի էժան վառելիք բերել։ Գանք արհեստական բանականության թվային կենտրոնների եւ չիպերի արտադրության բուն խնդիրներին։ Դրանք կարող են Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, մարդկանց որոշակի խումբ մասնագիտական գիտելիք կստանա, բայց հենց այդ կենտրոնները դուրս գան Հայաստանից, աշխատողներն էլ որպես շատ կարևոր ռեսուրս լքելու են իրենց հայրենիքը։ Ինչպես օրինակ տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով IT ոլորտի մասնագետների հետ, հեռացան Ռուսաստանից աշխատատեղերի տեղափոխման պատճառով։ Մյուս մասը սրա, ինչու է Հայաստան ընտրել ԱՄՆ, հարց կտակ, Թայվանը կա եւ այլն, այո, ԱՄՆ փնտրում է երկրներ, որպեսզի դիվերսիֆիկացնի Թայվանի հույսին չմնա, հատկապես երբ Չինաստանը ուզում է վերցնել Թայվանը։ Այստեղ խնդիրը տեսեք ինչն է։ Բոլոր այն տեղերում, այն քաղաքներում, այն երկրներում, որտեղ կան artificial intelligence այդ գործարանները, մարդիկ բարբերաբար փողոցներն դուրս գալիս եւ բողոքի ցույց են անում։ Գիտեք ինչու։ Այդ կենտրոնները ահա որ մեծ ծավալի ջուր են սպառում։ Ջուր, որը անդառնալի է գնում, այսինքն դա այն ջուրը չի, որ օրինակ Արարատում ջրի ֆերման օգտագործեց, էլի հետ գնաց միջավայր լցվեց, թեկուս կեղտոտ, բայց կգնա տարբեր շերտերով կանցնի, ինչ որ պայն էլի մաքրված մենք կկարողանանք կորզել այդ ջուրը։ Ոչ, այդ ջուրը, այդ գործարանները մեծ, եւ այդ չիպերի գործարանն է շատ մեծ ծավալի ջուր օգտագործում լվացման գործընթացքը այդ արտադրության process-ներում։ Եվ այդ artificial intelligence կենտրոնները, data կենտրոնները, որոնք այդ կառավարման կենտրոնները, որ մշակում են տեղեկատվությունը, մեծ էներգիա են գեներացնում, շատ տաքանում են, ջերմանում են եւ դրանք սառեցվում են ջրի գոլոշիացման միջոցով, այսինքն ջուրը անդառնալի, երկինք է բարձրանում եւ այդ տարածք չի վերադառնալու։ Ամերիկան մեր սիրուն աչքերի համար չի Հայաստանով հետաքրքրված, նա իր շահերն ունի։ Մենք քաղցրահամ ջրի պաշարներ ունենք, բայց չենք կարողանում դրանք ճիշտ կառավարել։ Հայաստանը ըստ միջազգային ուսումնասիրությունների գտնվում է անապատացման գոտում, նկատում է Հովհաննես Ավետիսյանը։ Ջրի պաշարները անդառնալի սկսելու են պակասել երկրից, անդառնալի նշանակում է տասնյակ տարիներ դրանց չեն վերադառնալու։ Մենք գյուղատնտեսության անկում է լինելու։ Գյուղատնտեսության անկումը տեղից հիմա շարունակաբար, եթե նայեք ՀՆԱ-կշռում վերջի 10 տարվա մեջ առնվազն գյուղատնտեսության բաժինը շարունակաբար փոքրանում է։ Ավելի է փոքրանում։ Սա իր հետևից բերելու է իր հետևից անապատասման մեծացման, որ իր հետևից բերելու է հիվանդությունների շատացման, Հայաստանի գյուղատնտեսության անկման, ներկրվող կամ տեղի քիմիաներով արտադրվող ջերմոցներից գյուղատնտեսական մթերքի մեծացման, ինչը էլի կրկին իր հետևից բերելու է տարբեր հիվանդությունների։ Օգտագործել մեր տարածքը, մեր ջուրը, այն ուղակի ոչնչացնել, Հայաստանը դարձնել անապատ, բազմաթիվ հիվանդությունների առաջացման ու տարածման օջախ, այս ռիսկերը կան։ Սա է իրական հետաքրքրությունը ամենի։ Այս տարածաշրջանում
տեղակայելու մեր երկրում մասնապես տեղակայելու նման գործարաններ։ ԱՄՆ-ում եթե դուք տեսնեք, Տեխասում հիմա կա Google-ը ունի այդպիսի թվային մեծ կենտրոն, այնտեղ պարբերաբար խնդիրներ են առաջանում։ Առանց չափազանցության ԱՄՆ-ում միայն այս ուղղությամբ տասնյակ միլիարդ լիտր ջուր է անդառնալի կորում։ Հələ ԱՄՆ օվկիանոսներ ունի, ինչ-որ ձևով կարող է ինչ-որ բայ գործարաններ սարքել, զտել այդ ջուրը, օգտագործելի դարձնել։ Մենք ջուր չունենք, մեր այդ անուշամ ջուրն է։ Այդ էլ ձեռնեցս առան վերջ։ Բնապահպանական առողջապահական խնդիրներին ավելանալու է ժողովրդագրական աղետը։ Արցախը բռնազավթած ու հայաթափած Հայաստանի դեմ պատերազմական ագրեսիա իրականացրած Ադրբեջանը իր մարդկանց լցնելու է Սյունիք ու ամբողջ Հայաստան։